Սամվել Կարապետյանը քաղաքաբանտարկյալ է, որովհետև կա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, ըստ այդ բանաձևի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել է չափորոշիչներ եւ այդ չափորոշիչների համաձայն բոլոր չափորոշիչներով նրա գործը եւ նրա նկատմամբ մեկնարկած քաղաքական հետապնդումը եւ այն ինչ որ իրավապահ եւ դատաիրավական մարմիններն են անում համընկնում է այդ բոլոր չափորոշիչների հետ։ Այսինքն ես երբ որ ասում եմ որ Սամվել Կարապետյանը կամ Միքայել Սրբազանը քաղաքաբանտարկյալներ են, ես ելնում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափորոշիչներից։ Միջազգային չափանիշները նաեւ ասում են, որ անձը ինքը կարող է ինքն իրեն ճանաչել քաղաքաբանտարկյալ եւ համարվել քաղաքաբանտարկյալ, բայց տվյալ պարագայում ես առաջնորդվում եմ այդ չափանիշներով։ Ինչ է սպասվում այսօրվա դատարանում։ Ես կարծում եմ, որ այն նոր մեղադրանքը, որ ավելացվել է, որը բացարձակապես կապ չունի իրողությունների հետ, այն արվել է մի բանի համար, որ եւս 2 ամսով հնարավորություն ունենան երկարացնելու, որովհետեւ ըստ էության այս միջին ծանրության հոդվածով, որով որ առաջին անգամ նա կալանավորվել է, գիտեք, ել չէին կարանել մի քիչ, այսինքն մենք գործին ես չեմ նայում իրավաբանորեն, որ ասեմ չէին կարա այս դատավորը լավն է, այն մյուսը վատն է, ես բացարձակապես այդ մոտեցումներով չեմ առաջնորդվում, որովհետև կա մի համակարգ, որի գլխին կանգնած է երկրի գործադիր իշխանությունը։ Եթե վարչապետը կարող է SMS-ով աշխատանքից հեռացնել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, դա նշանակում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը ինքն է։